Նախ եւ առաջ դա խոսում է այդ մարդկանց խորը անտերյակության մասին, երկրից, ժողովրդից, մարդկանցից, ովքեր այս երկրում ապրում են, չնայած իրենք էլ են այս երկրի ծնունդ վաղանցյալու կամ ասենք իրենց ծնողներից, բայց ձևավորվել եւ կայացել են այլ օտար միջավայրում, իսկ կյանքը ցույց տվեց, որ դա նաեւ թշնամական միջավայր է։ Եվ ցավոք սրտի նրանք եկել են հիմա քաղաքական հայտով մի ինչ-որ արտաքին օրակարգով լուծելու ինչ-ինչ խնդիրներ, հենց իրենց, այսպես ասենք, խմբային շահը սպասարկելու համար, ու ես տպավորություն ունեմ եւ հիմքեր ունեմ այդպիսի տպավորության, այսպես ասենք, որ այդ մարդիկ ինչ-որ պատանդի կարգավիճակում են եւ ստիպված են այս ամեն ինչն անել եւ ընդհանրապես մենք Հայաստանում արդեն այսպես պատմականորեն ձևավորված խմբեր կան, որոնք պայմանականորեն կարելի է այսպես խնդիրը պարզեցնելու համար խումբ կա, որը իրականում 5-րդ շարասյունն է Ռուսաստանի, խումբ կա, որը ուղղակի 6-րդ պալատն է, դե որովհետև ուշադրություն գրավելու համար էքսցենտրիկ պահվածք է որդեգրել։ Մենք տեսնում ենք շատ հստակ այսպես մի մոսկովսկի ցիրկ եւ տեսնում ենք նաեւ այո Կիրիլի աղանդ եւս